Դեսի կապ չունի, ինչքան գումար ես դիզում, հա, երեխեքի համար։ Եթե սխալ դաստիարակություն ես ստացել, մի օր սատանան գալու է սախտանի։ Քո շուրջը նա ինչքան մարդիկ կան, որ ծնողները միլիոնատերեր էին։ Իրանք աղայի պես ապրում էին, այսօր ծնողը չկա, ինքն սննկացել է։ Գիտես ինչի։ Որտեվ իմ երեխան պետք է աշխատի։ Իմ երեխան ինչ ասես պիտի ստանա։ Դավիթը Սողոմոնին հարստություն էր թողել, իշխանություն էր թողել, բայց Հիսուսին մոռացել էր թողել։ Դա համար Սողոմոնը էլ Աստարովտին հետևից գնաց, էլ Բաղամի հետևից, չգիտեմ, Բաղայի եսի միջերի հետևից գնաց ճանճիկ-մանճիկների։ Ինչի՞։ Որովհետև մոռացել էր Դավիթը Աստծուն թողել իրան։ Դասի կապ չունի երեխունի ժառանգություն ես թողում, եթե Հիսուսին չես թողում, բան չես թողում։ Ոչ մի բան չես թողել, եթե քո երեխուն դու Հիսուսին որպես ժառանգություն չես տանում։ Կամ դու երեխեքիդ կծանոթացնես Հիսուսի հետ, կամ աշխարհը կծանոթացնի սատանայի ու դժոխքի հետ։ Աշխարհը ինքը շատ իր աշխատելու ձևերը ունի։ Դու մենակ ես աշխատում իր հետ։ Աշխարհը աշխատում է իր դասարանի բոլոր երեխեքի հետ միջոցով, մանկապարտեզի բոլոր երեխեքի միջոցով, բակի բոլոր ծանոթների միջոցով։ Աշխարհը շատ ագենտ ունի քո երեխու մոտ։ Դու մենակ ես։ Հիմա կամ դու պետք է ծանոթացնես իրան Հիսուսի հետ, կամ աշխարհը ծանոթացնել է սատանայի ու դժոխքի հետ։ Որոշողը դու ես, հա։ Ավելի լավ է հիմա Հիսուսի շահերը պաշտպանես երեխեքիդ առաջ, քան թե հետո երեխեքիդ շահերը, կործանված երեխեքի շահերը պաշտպանես Հիսուսի առաջ։